Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ, բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Լամեդիա օնլայն հարթակի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Ղազարյանը, իդեպ Լամեդիան Վանաձայնի լավագույն բարեկամներից է, երկար տարիներ համագործակցությունը հայրենիքի Սփյուռքի միջև հենց Լամեդիայի միջոցով է տեղի ունենում Վանաձայնի հարթակում եւ այսօր մենք շատ լավ առիթ ունենք զրուցելու Լամեդիայի ընթացիկ գործունեության ծրագրերի եւ իհարկե շատ լավ տեղեկատվական առիթ ունենք Ընդամենը օրեր անց պետք է տեղի ունենա մի գեղեցիկ նախագիծ շնորհանդես, որի մասին էլ հենց պետք է խոսենք մեր այսօրվա զրույցի ընթացքում։ Ողջույն, ուրախ եմ, որ այս առիթը կա ներկայանալու Վանաձայնի եթերում, մենք բազմիցս տարբեր առիթներով Վանաձայնի եթերում գիտեմ, որ դուք առիթ ունեցել եք ներկայանալու եւ Լամեդիայի միջոցով նույնպես մենք պարբերաբար ներկայանում ենք Վանաձայնի եթերում, որպես գործընկեր, որպես լավագույն բարեկամ եւ այսօր պետք է անդրադառնանք հենց Լամեդիայի գործունեությանը։ Սակայն մինչ Լամեդիայի գործունեությանը դուք երկար ժամանակահատված մշտապես Սփյուռքի հետ աշխուժորեն կապի մեջ եք եղել եւ տարբեր նախագծերի միջոցով ներկայացրել եք մեր Սփյուռքի կյանքը։ Ընդհանրապես հավաքական պատկերը մեր Սփյուռքի, եթե փորձենք տալու լինել, երեք եւ այսօր։ Ողջույն Վահագ, շնորհակալություն առիթը, ընձեռելու համար։ Հայկական Սփյուռքը դա մի մեծ հավաքական, այսպես մասնիկ է հայ ժողովրդի, որի գոյությունը ընդհանրապես նպաստել է աշխարհում հայապահպանությանը, ինքնության որակների պահպանմանը եւ Սփյուռքի միջոցով ենք մենք կարողացել հաղորդակից լինել շատ ժամանակ աշխարհում կատարվող անցուդարձին, հիշենք, որ մենք ապրել ենք սովետական ժամանակաշրջան, անկախացում, իսկ անկախացումը հրաշալի առիթ էր Սփյուռքում գործող այն անհատների, ովքեր անկախության մեսիջը լսելով եկան հայրենիք շատերը տեղափոխվեցին, շատերը դրսից փորձեցին հայրենիքի հետ համագործակցել ու հայրենիք Սփյուռք կապի որակը ես գնահատում եմ, որ մինչև 7 տարի առաջ շատ ավելի ուրիշ որակի էր, այդ կապը։ Հիմա ինչ որ պատճառով այդ կապը մի փոքր թուլացել է, բայց այդ կապը չի կարող երբեք կտրվել եւ այդ թուլացած կապը կգա ժամանակ, որ կվերականգնվի։ Եվ Սփյուռքի տարբեր համայնքներում եք եղել, այդ թվում նաեւ Բեյրութում։ Տպավորությունները, հիշողությունները Բեյրութից, ձեր առաջին այցը եւ դրանից հետո արդեն շատ այցեր եք ունեցել։ Ես առաջին անգամ Բեյրութ գնացել եմ 2008 թվականին, դա մի հետաքրքիր ճանապարհորդություն էր ինձ համար եւ հասկացա, որ Բեյրութը, հատկապես Բուրչամութ հաղամասը կարելի է վերագրել որպես Սփյուռքի մայրաքաղաքի, որովհետեւ դու տեսնում ես հայության ամենօրյա ինքնության համար մղվող կռիվը, որովհետեւ այնտեղ հայ լինելը բավականին պատվաբեր է եւ այդ արաբիկ աշխարհում, արաբական աշխարհի մարգարիտում մեր հայրենակիցները փորձել են, ցեղասպանությունից հետո, դրանից առաջ դրսևորել այնպիսի կենցաղավարություն, այնպիսի վարքագիծ, տալ այնպիսի արժեքներ, որ այդ երկրում դարձել են կարևոր մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում։ Պարզ է, եւ հայկական հետքը աշխարհում։ Դուք երկար ժամանակ հայկական հետագծով պտույտներ ունեցաք, շրջագայեցիք, ծանոթացաք, հայկական հետքը ինչի մասին է ասում։ Հայկական հետքը ասում է, որ հայը կարող է, հայը արարող է, հայը վերածնվող տեսակ է եւ մշտական տեսակ է եւ մենք ինքներս գիտենք, որ մենք վերերկրային տեսակ ենք, ուրելին ենք, ինչ էլ անենք, մենք ստեղծում ենք մեր հավատի անկյունը, մենք ստեղծում ենք մեր դպրոցը։ Ճիշտ է, այսօր փորձ է արվում, մեր ինքնությունից, մեզանից ավելի ճիշտ հանել այդ ինքնության տարը, բայց դա չի ստացվելու, որովհետեւ հայը էլի եմ ասում վերերկրային տեսակ է։ Եվ հայկական հետքի մի յուրատեսակ արդեն հարթակ էր, նոր հարթակ էր Լամեդիան, որը որ հայկական հետքի այս ամբողջացումը կարծես լիներ, նոր մատուցումը լիներ եւ Լամեդիան էլ յուրովի հայրենիք Սփյուռք կապի կամուրջ հանդիսացավ։
Լամեդիան իրապես հայրենիք սփյուռք կապի լավագույն մոդել ու օրինակ է, որովհետև հարթակը ստեղծել են բացառապես ֆանդրեյզինգ անելով, ֆոնդեր հայթայթելով սփյուռքից եւ մեր առաջին բարերարը, ով հավատաց, որ կարող ենք մենք ստեղծել անաչառ եւ հետաքրքիր ստեղծագործ մոտեցումներով մեդիա պլատֆորմ on-line հարթակում, դա Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող երջանկահիշատակ Հրայր Սողոմոնյանն էր, ով իրապես հավատաց եւ Լամեդիան կարելի է ասել հայրենիք սփյուռք կապի լավագույն, ստեղծված հետաքրքիր մեդիա ռեսուրսն է։ Պարզ է եւ Լամեդիան արդեն մի քանի տարի է հաջողությամբ գործում է, ստեղծագործում է, հայրենիք սփյուռք կապի յուրատեսակ հարթակ է հանդիսանում, այսօր էլ նորովի է ներկայանում արդեն բավականին ինքնատիպ մի նախագծով, ֆիլմ արտադրությամբ։ Այսինքն սա այն շարունակական աշխատանքի արդյունքն է, որը որ այսօր ֆիլմ արտադրության ձևով է ներկայանում։ Ինչ ունենք այսօր։ Լամեդիան արդեն մի քանի տարի է փորձում է վավերագրական ֆիլմերի, կենսագրական ֆիլմերի պատրաստմամբ զբաղվել եւ մեր առաջիկա մեծ ծրագիրը 2 տարի արդեն աշխատում ենք դրա վրա, տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված ֆիլմն է, որը պատմում է Նարեկացու կյանքի գործունեության, Նարեկյան դպրոցի եւ առհասարակ սրբի մասին, իր աստվածաբանական գրի ու մտքի մասին։ Պարզ է, այս պահին մեր զրույցը պետք է ընդմիջենք, կդիտենք ֆիլմից կարճ, ֆիլմի մասին պատմող կարճ տեսանյութ, որից հետո կշարունակենք զրույցը, բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Լամեդիա on-line հարթակի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Ղազարյանի հետ, այս պահին կարճ տեսանյութ պետք է դիտենք Վանաձայնի եթերում, լսենք նաև, որից հետո կշարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Բեթհովենյան համանավակիմը սիմֆոնիայի մենոսկիզմն է։ Ես երրորդ սիմֆոնիային գնացել եմ։ Ձայն առաջանալաց զուտյան սրտի ողբոցագի քեզ ջերնձայեմ դեսոտ։ Բայց հանգարց գվեհամանա եւ մատուցյալ յետյալ իհուր թախծության Սուրբ Գրիգոր Նարեկացվո մադյան ողբերգությանը թարերու ընթացքին մեր ժողովրդին Պարցիկիրքը եղած եւ ընկերակցած է նաեւ մեծ եղերնի ընթացքին։ Գիտենք, որ հավատացյալներ հետերնին իրենց նարեկը բերած են։ Մատյան ողբերգությանը մատյան խոստովանության է, ոչ միայն մեղքերի խոստովանություն, այլև հավատքի։ I said, Your Holiness, we have been working so many years about Saint Gregory of Narek as Doctor of the Church Universal. Can we just conclude and finish this work? And he said, I think it is a very good choice. Իմասան թողներեն գիչնենք Լևոնոսավ, դարացիորեն, այս կուն արեգացիտ, քվեսոտո նարեկացիենսավ, իսկապես այսքան մեծ մեկն է, թե բաբոսավ շնոր մուգուզեղն էլ հայերուն մեծ եղերնի հայրամյակին արդիվ։ Մդիգրեսի, բավական մդերի մենք, ասիմ նարեկացիս չեմ յան կուալ նարեկացի դեսի։ They came out and they said, I think you will be very happy. And so I understood that everything was all right and with extreme satisfaction, of course. Միջնադարյան շրջանին հայ եկեղեցու մեջ մանավանդ վանական շրջանակներու մեջ ստեղծագործական մթնոլորտ կար։ Թրջնի թևաբախումները What convinced the Pope to proclaim him the doctor of the Church Universal is not the fact that he was a good poet, but it was the fact that being an extraordinary poet, he is an extraordinary theologian. Այդ խազերի առատությունից, հարստությունից կարող ենք պատկերացնել իրենց մեղեդային բանաստեղծական նրբությանը զուգահեռ, որքան գեղեցիկ մեղեդիներով են օժտված եղել եւ երգվել։ Մադյան ողբերգությանը միայն ողբ չէ, այլև հույսի եւ աղոթքի եւ զղջման միջոցով մինչեւ Աստված բարձրացման նպաստող կորձմն է։
Սա ամբողջ Նարեկյան դպրոցի հոգևոր ծրագիրն էր։ He deserves to be shown as a doctor of doctrine for all the Christians and also for the non-Christians in the world. Վարկամներ շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Լա Մեդիա օնլայն հարթակի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Ղազարյանը։ Մենք դիտեցինք կարճ տեսանյութ Նարեկացի ֆիլմի մասին եւ պետք է անդրադառնանք, թե ինչպես ստեղծվեց գաղափարը, ինչպես առաջացավ գաղափարը այսպիսի ֆիլմ ունենալու։ Լա մեդիան, ինչպես նշեցի, մենք տարբեր ծառայություններ ենք մատուցում եւ իմ գործընկերներից մեկը մոտեցավ մեզ եւ ասաց, որ ուզում է արտ-աղոթք նախագիծ իրականացնել, որտեղ հայտնի մարդիկ պետք է կարդային Նարեկ։ Ես ասեցի, շատ երկար տարիներ իմ մտքով անցել է, որ ես ֆիլմ ստեղծեմ, ու անցա այդ աշխատանքներին նաև, զուգահեռաբար իրականացնում ենք, այդ նախագիծը կարդում ենք Նարեկ հայտնի մարդկանց մասնակցությամբ, ես արդեն ֆիլմի մասին մտորումների մեջ էի։ Եվ ստացվեց այնպես, որ Սփյուռքյան այդ կապերը, դարձյալ օգնեցին, որ ես խոսեցի Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հետ եւ Սրբազանին ասեցի, որ ես ուզում եմ Նարեկի մասին ֆիլմ նկարեմ, բայց ինձ պետք է ճիշտ ուղղորդում, որպեսզի մենք կարողանանք գտնենք այն մարդկանց, ովքեր իրապես ուսումնասիրել են Նարեկ եւ իրենց կյանքի, գերակշիռ մասը նվիրել են Նարեկի ուսումնասիրությանը, որտեղ ես գիտեի, որ կան եկեղեցու շարքերում հայագետներ, աստվածաբաններ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվել։ Եվ Հովակիմ Սրբազանը ինձ կապեց Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Սրբազանի հետ եւ Սրբազան հոր հետ արդեն բացվեց այն ճանապարհը, որը պետքա բացվեր ճիշտ եւ այսօր ֆիլմում ներգրավված են բոլոր այն աստվածաբանները, բոլոր այն նարեկագետներն ու փիլիսոփաները, ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են Նարեկ։ Գիտեք, ինձ թվում է մշտապես նարեկացու մասին ասելիքը անսպառ է եւ այսօր էլ ձեր ֆիլմը նոր խոսք է Նարեկի մասին, նոր խոսք է նարեկացու մասին։ Ձեզ համար, անձամբ ձեզ համար ինչ բացահայտեցիք այս ֆիլմով։ Ես շատ երկար ժամանակ կարդացել էի Նարեկ, բայց քանի որ շատ Նարեկի մասին հակագիտական պնդումներ կային եւ այլն, ու նրա գիրը շատ խորիմաստ է եւ շատ դժվար է հասկանալ, այդ ալեգորիաներն ու այդ միստիկ մտքերը, որը կապված են Նարեկի հետ, ես ուղղակի իբրև շարքային ընթերցող դրան էի ծանոթ, բայց ֆիլմի ընթացքում, ամբողջ այս հետազոտությունների ընթացքում ես հասկացա, որ ես շատ քիչ բան գիտեմ Նարեկի մասին, ու դա դարձավ առիթ, որ ես ինքս էլ փորձեմ ուսումնասիրեմ, հասկանամ Նարեկի աստվածաբանական գիրն ու միտքը։ Ֆիլմը կարծում եմ շատ երկար տարիներ մնալու է իբրև հետազոտական նյութ այն մարդկանց համար, ովքեր փորձելու են ուսումնասիրեն Նարեկ, որովհետև ինքը շատ լավ աղբյուր է ուսումնասիրելու, որտեղ ֆիլմում բոլոր լավագույն փիլիսոփաներն ու աստվածաբաններն են ընդգրկված, նաև Վատիկանում ֆիլմում մենք նկարեցինք կարդինալ Գուջերոտին, ով հայագետ է եւ հրաշալի տիրապետում էր Նարեկին եւ շատ հրաշալի տալիս էր այն մեկնությունն ու մեկնաբանությունը, ինչը կապված է տեզերական եկեղեցու վարդապետի հետ։ Վստահաբար սա Լա մեդիայի այն հերթական նախագծերից է, որը որ կունենա հնչեղություն, դարձյալ համահայկական տիրույթում նոր խոսք կասի, նոր հետաքրքրություն կառաջացնի եւ սա այն նախագծերից է, իդեպ Լա մեդիան տարբերվում է հենց իր ձեռագրով, քանի որ Լա մեդիայի ձեռագիրը բավականին ինքնատիպ է, այստեղ ամեն ինչ չէ, որ Լա մեդիան պատրաստում է, Լա մեդիան պետք է անի այն, ինչը որ հայինն է, հայությանն է, համահայկական է, սա նույնպես կարևոր սկզբունք է։ Իհարկե դա շատ կարևոր սկզբունք է եւ
այս աշխարհաքաղաքական քաոսի մեջ նարեկացու խաղաղեցնող խոսքը ու նարեկացուն ճանաչելը, հա, մարդկության շրջանում դա լավագույնն է, ինչ մենք կարող ենք անել, եւ վերջապես նարեկացին հայ ժողովրդի այցեքարտն է, եւ այդ այցեքարտը մենք պետք է ամեն տեղ ցույց տանք, առհասարակ հիմա եւ կռիվ է գնում, հա, բնիկի, չբնիկի, չգիտեմ, պատմական իրողությունների եւ այլնի հետ, սա հրաշալի այցեքարտ ու հաղթաթուղթ է, որ մենք կարողանանք աշխարհին ներկայացնենք, որ մենք դեռևս դարեր առաջ ունեցել ենք այնպիսի գրականություն, այնպիսի աստվածաբանական միտքը, որը մինչև հիմա ուսումնասիրությունների առիթ է տալիս։ Պարզ է, ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում ձեզ, իհարկե մենք պարբերաբար կանդրադառնանք վանաձայնի գործընկեր կառույցն է Լամեդիան եւ վերջում ձեր խոսքն ուղղված մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին մեզ լսում են վանաձայնի եթերում, խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, հա, քանի որ մեզ լսում են Սփյուռքում, նախ շատ կարոտել եմ Բեյրութը եւ ուզում եմ բոլորին ասել, առիթի դեպքում Բեյրութում անպայման կցուցադրվի Նարեկացի վավերագրական ֆիլմը, որովհետեւ Բեյրութը Սփյուռքի ամենակուր, հա, Բեյրութում են գտնվում Սփյուռքի ամենակուր կառույցները եւ այնտեղ պետք է այդ ամեն ինչը ցուցադրվի եւ պետք է Բեյրութում ապրող մեր հայրենակիցները այս ամենը տեսնեն։ Շնորհակալություն, պարբերաբար կանդրադառնանք Լամեդիայի նոր նախագծերին եւ իհարկե կշարունակենք մեր բարեկամությունը Վանաձայնի եւ Լամեդիայի։ Շնորհակալ եմ բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Գերևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Լամեդիա on-line հարթակի հիմնադիր տնօրեն Ռուզաննա Ղազարյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում, հաջողություն։ Այս կարունը քեզ համար թող լինի անդոր, այս կարունը քո մանկած թող բերի օրոր, դարապած իմ հայնենիք այդպես մոլոր հերիք հայլես, բավելուր ու գլխի կոր կայլես, Կանքի նորից ու նայիր առաջ Հայաստան, որոցիր այն սավը որ գնաց Հավանալով սերը կեզ մնաց Թող աստված օրնի, որ քոց հայոց Հայաստան, որոցիր այն սավը որ գնաց Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի Թող սոխակը իր երգով քո հոգում խոսի Եվ թող նոր այս ծաղիկները քո վերքերդ տակնակեն Եվ թող արևի շողերը քեզ